Վերցրեք 9-րդ կետը այդ փաստաթղթի, որը խոսում է անխոչնդոտ ճանապարհի մասին եւ համեմատեք այդ կետը Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթի նմանատիպ կետի հետ։ Նույնն է։ Բովանդակությամբ ինքը նույնն է։ Ուղղակի այն տարբերությամբ, որ այն ժամանակ կար Արցախ, այն ժամանակ կար Լաչինի Միջանցք եւ այդ 9-րդ կետը մցված էր հենց Լաչինի Միջանցքի հետ որոշակի սիմետրիա ունենալու տեսանկյունից։ Ադրբեջանի պահանջն էր։ Եվ այն ժամանակ փոխանակրճել այդ կետից, ապահովել իսկապես ճանապարհի ֆունկցիոնալը, ոչ թե հանձնելով որպես Միջանցք, այն ժամանակ Միջանցքի տրամաբանություն չկար ընդհանրապես։ Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն հրաժարվում էր այդ կետի կատարումից։ Ուղղակի հիշեք։ Հետևողականորեն հրաժարվում էր այդ կետի կատարումից։ Եվ այդ հրաժարվելը բերեց նրան, որ Լաչինի Միջանցքը փակվեց եւ ավարտվեց ամեն ինչը Արցախի կորստով։